10,000 դրամները թոշակների ավելացումը ըստ էության պարգևավճարների ֆոնին շատ ցավոտ է։ Խնդրում եմ 10,000-ը միֆը չեզոքացնենք։ Նաև ձեր կարծիքով ինչու իրենք շտապեցին առողջապահական ապահովագրությունը այսքան շուտ միանգամից դնել շրջանառության մեջ։ Առաջին թոշակի իրենց ասելով բարձրացման հարցից։ Նախ թոշակը չի բարձրացել, եկեք 10,000-ից խոսենք, հետո թոշակի նվազեցումից խոսենք ու գանք առողջապահական համակարգ։ Տեսեք, կենսաթոշակի հետ վճարը առավելագույն 10,000 դրամի չափով սահմանել են, շատ փոքր հատված թոշակառուների մեջից այո կարող են 10,000-ը հետ ստանալ։ Գիտեք ինչ հաշվարկի պայմաններում դա կարող է լինել։ 50,000 թոշակ ստացող թոշակառուն, ով որ ապրում է ընտանիքի հետ, որի կոմունալ ծախսերը, շատ այլ ծախսեր փոխհատուցվում է ընտանիքի անդամների կողմից, օրինակ զավակի կողմից, բարեկամի կողմից եւ այլն, եւ իր կենսաթոշակը կարող է ծախսել բացառապես այդպես սնունդ գնելու վրա։ Նման պարագայում հնարավոր է 10,000 դրամ ստանալ։ Մնացած բոլոր պարագաներում, երբ որ կենսաթոշակը ուղղվում են այդ թվում կոմունալ վճարներին եւ այլ ծախսերի, որոնք որ փոխհատուցման ենթակա չեն, հետ վճարը այդտեղից չի առաջանում, նման պարագայում 10,000-ը միֆ է։ Հիմա տեսեք, իրենք դա շատ լավ գիտակցում են, որովհետև հենց բյուջեի մեջ էլ որ դիտարկում ենք, որ թոշակառուների մի մասը ընդհանրապես հետ վճարից չի օգտվում, հաջորդ հատվածը այդ թվում կոմունալներն է վճարում եւ այլն, առանձնացրել են 2026 թվականի բյուջեում 20 միլիարդ դրամ, որի եթե բաժանում ենք բոլոր կենսաթոշակառուներին, որոնք որ կարող են կամ հավանական է որ կօգտվեն հետ վճարից, ստացվում է յուրաքանչյուր թոշակառուի համար բարձրացում 3333 դրամով։ Պատկերացրեցինք, այսինքն 10,000-ի միֆը, ինչպես օրինակ ասում են ուսուցիչներ ունենք, որ 700,000-ը չէ ստանում, բայց հետո վերջերս կառավարության փաստացի 12 հոգի երևի 12 հոգու մասին հայտարարեց։ Հիմա պատկերացրեք 10,000 ստացողը 12 չի, պայմանականորեն 1000 թոշակառու է, բայց ոչ ավել էլի 1000-ից 1000 թոշակառու է, հիմա իրանք ասում են 10,000 հետ վճար։ Այսինքն սա ակնհայտ մանիպուլյացիա է։ Թոշակառուների մի ավելից ստվարզանգված, եթե չեմ սխալվում 100,000-ից ավելի, մինչև 150,000 նույնիսկ ընդհանրապես հետ վճարից չի օգտվում։ Հաջորդ հատվածը այդ 3333-ի չափով է օգտվում։ Սա է ամբողջ միֆը։ Իսկ ինչ վերաբերվում է թոշակների այսպես նվազեցման եւ ոչ թե բարձրացման։ Եկեք ընդունենք 40,000 դրամ թոշակ է ստանում անձը։ Կամ կարող ենք 50,000-ով ընդունել։ Պատկերացնենք 50,000 այդ միջին հայտարարված կենսաթոշակը։ ՔՊ-ի կառավարման ժամանակահատվածում թոշակառուի անհրաժեշտ ծախսերը, այսինքն սնունդ եւ այլն, թեկուսակուսի ծախսերը, գնաճ մոտավորապես այս սեգմենտի մեջ եղել է 40%։ 50,000 եթե բազմապատկում ենք 40%-ով, ստացվում է 20,000 դրամ։ Այսինքն 50,000 դրամը արժեզրկվել է, այսինքն ավելի պակաս գնողունակ է 50,000 դրամի 8 տարի առաջ 20,000 դրամով ավելի ապրանք կարող էին առնել, քան հիմա, որպեսզի մեզ կարդացողների համար էլ պարզենի։ 50,000 դրամին պայմանականորեն կարող էին առնել 10 հատ ձեթ, 20 տուփ մակարոնեղեն, հնդկածավար, բրինձ եւ այլն, բայց հիմա այդքան չեն կարող այլևս առնել 20,000 դրամով պակաս։ Հիմա այս ֆոնի վրա թոշակը Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է 2-ից 3,000 դրամով մոտավորապես։ Ռեալ բարձրացման մասին է խոսքը, որ մի քանի տարի առաջ տեղի ունեցավ։ Եվ եւս հետ վճարի, եթե ամբողջական բաշխման են գնում, 3,333 դրամ, կարող ենք իրենց խաթր դա կրկնապատկել, 6,000 դարձնենք յուրաքանչյուր թոշակառուին, որը որ արդեն հարցի սկզբում մենք արդեն խոսեցինք, որ դա այդպես չի։ Այսինքն գումարային եղավ 8,000 դրամ, 9,000 հաշվենք, 1,000 էլ մեր կողմից Նիկոլ Փաշինյանին նվիրենք, 10,000 դրամ ստացվեց, ճիշտ է։ Հիմա տեսեք, 50,000-ը 20-ով նվազել է, 10,000-ով ավելացել, արդյունքում ինչ տեղի ունեցավ, 10,000 դրամ նվազել է։ Այսինքն 50,000 դրամանոց կենսաթոշակը դարձել է 40,000 դրամ։ Սրանից ակնհայտ ապացույց, թվաբանական, փաստարկված, իրենց կողմից հայտարարած թվերով գոյություն չունի ուղղակի։ Հետևաբար մենք անդադ չնայած որ մենք ասում ենք դա այդպես էական չի, որովհետև թոշակառուները հենց իրենք են չզգում իրենց թոշակի գնողունակությունը։ Ակնհայտ տեսնում են, չէ՞ որ ավելացումը չկա կամ հայտարարված չափի չի։ Դա կենսաթոշակների մասով։ Այնինչ երևույթի մասին նորից կարող եմ ասել, այնինչ այո հնարավոր է կենսաթոշակը դարձնել 150,000 դրամ։ Մենք դա կարող ենք անել։ Երկրորդ կարևորագույն մանիպուլյացիան, որ սրանք անում են, ասում են թոշակը նվազագույն չափ է եղել բան 16,000 դրամ։ Մենք դարձել ենք 32,000։ Այն ինչ օրենքով գրված է եղել, ճիշտ են ասում, բայց Հայաստանում 18 թվին 16,000 թոշակ ստացող չկար։ Էս էլ են մանիպուլացնում։
Այսինքն թղթի վրա գրած թվեր իրականություն ներկայացնեն, սա են խափում։ Այստեղ էլ արդեն թոշակառուները կփաստեն էլի, որ իրենց թոշակը չի բարձրացել, օրինակ 16,000 դրամով։ Այդպիսի թոշակառու թող մեկին գտնեն ցույց տա։ Ինչ վերաբերում է առողջության ապահովության համակարգին, միշտ մակերեսային մտածողները հենց ունենում են նաև մակերեսային գործունեություն եւ մակերեսային էլ ներկայացնում են։ Հիմա փաթեթավորում որ նայում ենք, համապարփակ առողջության ապահովագրություն ինքը դրական երևույթ է, բայց 8 տարվա մեջ չկարողացան դնել, որովհետեւ ես եղել եմ առաջի քննադատներից մեկի, երբ որ նոր նախագիծը բերվեց առողջության ապահովության։ Դրանից հետո 8 տարի ժամկետ են ունեցել, 8 տարվա մեջ ոչ մի բան չեն արել։ Ոչ մի բարելավում, ոչ մի բարեփոխում, ոչ մի ադապտացում, ոչ մի փորձարկում, ոչ մի քննարկում մասնագիտական դաշտի հետ եւ այսպես շարունակ։ Այսինքն իրանց ինչ էր պետք։ Անդադ տեսնում են, որ վարկանիշը չի բարձրանում, ցանկացած այսպես ընտրակաշառք եմ ես սրանց ամբողջ փաթեթին անվանում, ցանկացած ընտրակաշառք անդադ դաշտ են նետում։ Մի հատ դաշտ են նետում թրիվ, հետո տեսնում են չի աշխատում, դաշտ են նետում Նիկոլ Փաշինյանի հեծանիվը, դաշտ են նետում Նիկոլ Փաշինյանի ու կնոջ ոդքասթը, դաշտ են նետում 1.5 տարի դարձնելը ծառայությունը, հետո առողջության ապահովագրությունը, հետո կենսաթոշակային հետվճարի համակարգը, հետո համատարած հետվճարի համակարգ եւ այսպես շարունակ։ Այսինքն առողջության համապարփակ ապահովագրությունը այս փուլում, այս իրավիճակում ներդրում մենք համարում ենք ընտրակաշառքի տրամադրում, որովհետեւ ահագին մարդիկ հասցնելու են օգտվել։ Սա փաստ է։ Աղետը գալու է, գիտեք, երբ հունիսից հետո ընդամենը 129 միլիարդ դրամ է հատկացված պետական բյուջեից առողջության ապահովության համար, որը սպառվելու է։ Եվ դրա այլ վառ ապացույցը պետպատվերի շնակներում ստացել շատ լավ կհիշեն։ Սեպտեմբեր ամսից սկսած արդեն ներկայանում էին բժշկական կենտրոնները, ասում են պետպատվերը վերջացել է, գնաք հաջորդ տարվա համար կհերթագրվեք։ Հիմա այս ապահովագրական համակարգը առանց ոլորտի հետ քննարկելու, առանց ապահովագրական համակարգի մենեջեր ներգրավելու, որում երկարամյա տարիների փորձ ունեցող այստեղ մենեջերներ պետք ամբողջական ռիսկերի գնահատման, դրանց կառավարելիության ստանդարտների պատրաստման համար։ Առանց մասնավոր ոլորտի ապահովագրականների հետ քննարկելու ես չեմ ստեղ գովաբանում մասնավորին, որովհետև մասնավորն էլ շատ վատ աշխատանք կատարում, մասնավորապես առողջապահական համակարգի բնագավառում, բայց համատեղ քննարկումներ են պետք։ Սա հեշտ բան չէր միանգամից ներդրում կատարել։ Հետևաբար, քանի որ իրենք թիրախավորել են մինչև հունիս ամիս, սա հերթական դրակաշառքներ ընդհանրեն։ Եկեք, պարոն Սարգսյան, ես ուսումնասիրեցի ուրբաթ օրը վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները ու հետաքրքիր թվերի ծանոթացա։ Պարզվում է 2025 թվականին, ուրեմն պետական համակարգում անվանական աշխատավարձը ավելի բարձր է, քան մասնավորում։ Այդ ինչ որ բանի խոսում է, պետական համակարգում աճել է 6.5%-ով, մասնավոր համակարգում 5.1%-ով։ Տենց բան տնտեսագիտության լեզվով ինչը խոսել տեղ կա։ Պետական համակարգում կարող էր բարձրանալ, որովհետև նոր ծառայություններ ստեղծվեցին, համալրումներ կատարվեցին, օրինակ բարեկային ծառայության համալրումները, ոստիկանության գվարդիայի ստեղծումը, այն ծառայությունները, որոնք որ ուղղված են Նիկոլ Փաշինյանի անվտանգության պահպանմանը, այստեղ աշխատավարձերը համեմատաբար ավելի բարձր են պետական ապարատի մյուս աշխատակիցների համեմատ։ Եվ երկրորդ, բարձրաստիճան պաշտոնյաների ստացած պարգևավճարները բավական լուրջ ազդեցություն են ունենում։ Օրինակ տեսեք, եթե նախարարը ստանում է 7 միլիոն դրամ պարգևավճար, 7 միլիոն դրամը եթե բաժանում ենք մենք 12 ամիսների, ապա ստացվում է ամսական 583,000 դրամ։ Նախարարի աշխատավարձ 583,000 ավելացավ, իհարկե զուգահեռաբար փոխնախարարներին էլ ավելանում։ Շատ չնչին փոքրիկ տոկոս վարչության պետերի եւ այլն։ Ստորին օղակի հետ եթե համեմատում ենք, այո, իր աճը էական է։ Բայց այստեղ ոչ թե ստորին եւ միջին օղակներում ներգրավված աշխատողների աշխատավարձը ավելացավ, այլ ասում են միջինը լավ է։ Օրինակ մեկը եթե ունենում է $1,000, հաջորդը 0, ասում են երկուսով միասին ունեն միջինում $500, բայց այն մեկը սոված է, ձեռքը մի կոպեկ փող չկա։ Հիմա պետական ապարատի աշխատակազմը տեսնում որ իր աշխատավարձը չի բարձրացել, իր աշխատավարձի գնումներին չի բավարարում, բայց միջին աշխատավարձ բարձրացել, այսինքն նկարչության մեջ միջինը ամենաայսպես էֆեկտիվ մարքեթինգային բառն է, որը իրականացնում են եւ օգտագործում են։ Մասնավոր ոլորտում էլ էս խնդիրը կա։ Մասնավորում էլ հետեւյալ կերպ է արտահայտվում ինքը։ Որոշակի ոլորտային բիզնեսներ կան, օրինակ բանկային համակարգ, ապահովագրական համակարգ, էլեկտրաէներգիայի, որի հիմա իմիջայլոց արդեն դարձավ համարվում է պետական սեկտորի, դրա համար է նաև ազդեցություն թողել։ Գազպրոմ, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալողներ, սրանց ղեկավար կազմն է բավականին բարձր վարձատրվում։ Եվ իրանց ղեկավար կազմի բարձր վարձատրության հաշվին հանրապետության միջին աշխատավարձը բարձր է երևում 300,000-ին մոտարկված։ Մոտավորապես պատկերացրեցինք, այսինքն միջին աշխատավարձը այն չափիչը չի եւ այն գործիքը չի, որի վրա մենք պետք է հենվենք։